Ասենք տարեկան հաղորդումից խնդրեմ։ Շնորհակալություն բարի լույս բոլորին, ձեր ուշադրության ներկայացնում 26 թվականի կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներառում է երկու փաստաթուղթ։ 26 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը կամ դրամարկային քաղաքականության զեկույցը եւ երկրորդը դա 25 թվականի դրամարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ այս տարի առաջին անգամ ազգային ժողովի ներկայացվող փաթեթի շրջանակներում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը, որը մի քիչ մեծ փաստաթուղթ է, որը միջազգային մակարդակով դրամարկային քաղաքականության թափանցիկության եւ հաշվետվողականության նոր նշաձող է եւ այդ ուղղությամբ շարունակական բարելավման մեր հանձնառության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Փաստաթուղթը նախատեսված է թե նեղ մասնագիտական շրջանակի, թե լայն հասարակության համար եւ ամենամյա պարբերականությամբ այսուհետ կպատրաստվի եւ կհրապարակվի յուրաքանչյուր տարվա մարտի վերջին, ինչպես նաեւ կներկայացվի ազգային ժողովին։ Իսկ կատարողական է, կարելի է ասել։ Բայց բացի կատարողական լինելուց մենք շատ մեծ նորամուծություններ ունենք այդտեղ։ Ուրեմն զեկույցը ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին եւ այդ համատեքստում կայացված դրամարկային քաղաքականության որոշումներին։ Այն ներառում է որոշումների կայացման գործընթացում դիտարկված տարբեր տնտեսական սցենարների համապարփակ քննարկումը, ինչպես նաեւ խորհրդի կողմից ռիսկերի կառավարման մոտեցման ներքո կայացված որոշումների մանրամասն նկարագիրը։ Առաջնորդվելով թափանցիկության բարձր չափանիշների ապահովման հանձնառությամբ զեկույցն անդրադառնում է նաև նախորդ տարվա ընթացքում դրամարկային քաղաքականության հաջողություններին, ինչպես նաև դրա մշակման եւ իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ առավել հաճախ քննարկվող այլ հարցերի։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ փաստաթուղթը ներառում է նաև դրամավարկային քաղաքականության որոշումների ներքո ԿԲ խորհրդի յուրաքանչյուր անդամի մտածողության եւ կայացված որոշումների հիմնավորման ընթացքը։ Այսինքն մենք անցած տարվանից կհիշեք մտանք մի փուլ, որտեղ անհատական հաշվետվողականության մեխանիզմը դրեցինք ու սա միջազգային մակարդակով երևի բարձրագույն կամ բացառիկ բան է, որովհետեւ ուրիշ կենտրոնական բանկ, որ հրապարակի բոլոր խորհրդի անդամների անվանական քվեարկությունը քննարկման ընթացքում ամեն մի խորհրդի անդամի հնչեցրած մտքերը, այսինքն այդ մինից կոչեցյալը անվանական եւ վերջում էլ մեկ էջանոց տեղեկան կամ ամեն մեկի կողմից թե ինչի է ինքը այդ որոշումը կայացրել, այդպես բան ոչ մեկ չի անում, մենակ մենք ենք անում։ Քանի որ վերջերս պետական բյուջեի ու այդ բանի մեջ էլ կա։ Քանի որ ու երկլեզու է, ես էլ ասեմ, որ նաև մեր միջազգային գործընկերների համար է շատ կարևոր փաստաթուղթ ու իրանք բարձր գնահատականի են այս արժանացրել։ Քանի որ վերջերս պետական բյուջեի ծրագրի քննարկման կատարման քննարկումների շրջանակներում մանրամասն անդրադարձել են 25 թվականի մակրոտնտեսական միջավայրի զարգացումներին, ապա ձեր թույլտվությամբ ես առավելապես կկենտրոնանամ 26-ի մարտահրավերների վրա։ Միայն նշեմ, որ 25 թվականի ընթացքում ձևավորված մակրոտնտեսական զարգացումների եւ ռիսկերի կառավարման ներքո կենտրոնական բանկը շարունակել է դրամավարկային պայմանների աստիճանական ճշգրտումը, նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը ընդհանուր առմամբ կես տոկոսային 0.5%-ային կետով, տարին ամփոփել ենք 6.5% մակարդակի վրա։ Արդյունքում չնայած ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին եւ առկա մեծ անորոշություններին ու ռիսկերին, իրականացված դրամարկային քաղաքականության արդյունքում եւ ձեռքբերված համեմատաբար կայուն մակրոտնտեսական միջավայրում 12 ամսյա գնաճը 25 թվականի տարեվերջին կազմել է 3.3%, առավելագույն մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին։ Եվս մեկ հիշեցում մեզ լսողների համար նաեւ, որ մենք ազգային ժողովի գործընկերներդ համատեղ գնաճի թիրախը կենտրոնական բանկի համար ավելի խստացրեցինք 4%-ից իջացրեցինք 3%, որ իմ խորին համոզմամբ երկարաժամկետ հատվածում ռիսկերի կառավարման տեսանկյունից եւ երկրի բարեկեցության տեսանկյունից շատ կարեւոր քայլ էր։ Այժմ անդրադառնամ 26 թվականի դրամարկային քաղաքականության հեռանկարներին եւ այդ շրջանակում կներկայացնեմ նաեւ ընթացիկ տնտեսական զարգացումները, առկա անորոշություններն ու ռիսկերը եւ դրամարկային քաղաքականության համապատասխան նպատակադրումներն ու ուղղությունները։ 26 թվականի սկզբից զգալիորեն ավելացան անորոշություններն ու ռիսկերը կապված մերձավոր արևելքի հակամարտության շուրջ լարվածության սրման, էներգակիրների գների եւ դրանց տատանողականության էական աճի եւ առևտրային ուղիների սահմանափակման հետ։ Այս
գործոնների գերակշռող ազդեցությամբ պայմանավորված հիմնական գործընկեր երկրներում սրվում են տնտեսական աճի հեռանկարների հետագա վատթարացման և գնաճի միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մասնավորապես աշխարհաքաղաքական զարգացումների և տնտեսական քաղաքականության էական վերափոխումների պայմաններում տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակներում որոշակիորեն դանդաղել է, դրսևորելով զգալի տատանողականություն։ Եվրագոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների և դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցանիշները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Նավթի համաշխարհային գները դրսևորում են մեծ տատանողականություն, ձևավորվել են ավելի բարձր մակարդակներում, քան մինչև 26-ը որևէ մեկը կանխատեսում էր։ Միաժամանակ Հորմուզի նեղուցի խափանումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլ նաև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, որի պայմաններում առկա է նաև պարենային ապրանքների գների աճի ռիսկ, որոնք մասամբ սկսել են արդեն իսկ նյութականանալ։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, մյուս կողմից գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ նույնիսկ առանձին դեպքերում դրա բարձրացման հավանականությունը։ Այսինքն, եթե դեբատը հիշում եք, Ամերիկայում նույնիսկ Ֆեդի նախագահի անձի շուրջ խոսակցություններ կար, որ Տրամպի վարչակազմը ուզում էր, որ տոկոսադրույքները իջնեն, որտեղ ասում են, որ գնաճը այն գնաճը չի, որի մասին պետք է մտահոգվել, Ամերիկայի վերջին գնաճի ցուցանիշը իրանց թիրախը հիշեցնեմ, որ 2-ա, վերջին ցուցանիշը եղել է 3.8%։ Ու բոլորի գնահատմամբ առնվազն տոկոսադրույքները կպահպանվեն նույն մակարդակում, նույնիսկ խոսակցություններ կա, որ առաջին քայլը դրան հաջորդող լինելու է բարձրացումը, այլ ոչ թե իջեցումը։ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ Նշեմ, որ վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունը ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժերով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր, մատնանշելով տնտեսությունում հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների առկայությունը։ Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ, առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնվող, թեև գնաճի վարքագծում դեռևս առարկայանում են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկեր, այսինքն ապրանքների թանկացումը տեղի ունենում, էապես տեղի ունենում առաջարկով, որոշակի մտավախություն կա, որ պահանջարկի էլեմենտներ ևս կան։ Այս զարգացումների պարագայում 26 թվականի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-ից 5.5% միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում։ 26 թվականի անցած 4 ամիսների ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է արագանալ, ապրիլին կազմել է 5.3%։ Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորապես պարենային ապրանքների ու էներգակիրների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ։ Այս ամենին զուգահեռ ծառայությունների գների և ոչ արտահանելի կոշտների ինդեքսը առանց առողջապահական ծառայությունների գնաճի շարունակում է ձևավորվել թիրախային մակարդակի շուրջ։ Այս համատեքստում մասնավոր աշխատավարձերի աճ և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայուն միտումներ։ Հատկանշական է նաև, որ արդեն մայիսին իրականացված հարցումների արդյունքում ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից 26 թվականի 12-ամսյա գնաճը գնահատվում է 4%-ի շրջակայքում, որը մեր թիրախից բարձր է, միջնաժամկետում նվազելով մինչև նպատակային ցուցանիշ։ Այստեղ որպեսզի ավելի մի քիչ պարզ լինի մեսիջը, հետևյալն է, մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, այն գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվում է, բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու կենտրոնական բանկի հիմնական գործը այս պայծրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որը որ մենք ունենք
5.3 ու ավելի վերև է գնալու։ Ինքը պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով ու դրան կարելի է սպասել ու որոշակի ազդակ չտալ, թե եթե կան պահանջարկի գործոններ ներսում ֆիսկալով կամ արտաքինից եկող տուրիզմի աճով, մենք պիտի որոշակի արձագանք ունենանք դրա վրա։ Առաջարկը հիմնականում միջազգային է, չնայած ներքին տնտեսության բաները կան, օրինակ մսի գնի աճ կա, որը որ շատ բարձր է։ Ու այդ ներքինով է պայմանավորված, էլի։ Կա բենզինի գին, որը որ հիմնականում միջազգային ազդեցությունների ներքո է, ու կա ծառայությունների որոշակի թույլ աճ, ըստ պահի, որը պայմանավորված է թե ներքին պահանջարկի աճով, թե դրսի պահանջարկի աճով։ Այսինքն տուրիստները, որոնք գալիս են, օգտվում են Հայաստանում ծառայություններից, իրանք որոշակի գների մակարդակը տանում են վերև։ Ինչպես արդեն նշել եմ, դրամավարկային քաղաքականության մշակման եւ իրականացման նոր համակարգի ներքո մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների եւ հեռանկարների հետ կապված մեծ անորոշությունների պայմաններում մենք քննարկում եւ դիտարկում ենք քաղաքականության տարբեր սցենարներ։ Դրանց A տիպի սցենարների խումբը ներկայումս ներառում է համաշխարհային չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման եւ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ կապված անորոշություններ։ Այս սցենարները պահանջում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի կոշտ արձագանք, այսինքն եթե այսին թվարկածը նյութականանա, մենք պիտի ավելի կոշտ քաղաքականություն վարենք ու տոկոսադրույքը վերև տանենք։ Մյուս B տիպի սցենարների խումբը ներառում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների, Հայաստանի Հանրապետության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ կապված ռիսկեր, ինչը ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի ցածր ուղեգիծ միջնաժամկետ հորիզոնում հնարավոր թույլ պահանջարկը կարգավորելու եւ գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայացնելու համար։ B-ն ինչի մասին է, ասում ենք, եթե աշխարհը մտավ ռեցեսիայի մեջ, աշխարհից եկող պահանջարկը հայկական ապրանքների ու ծառայությունների նկատմամբ նվազեց, ինքը իր մեջ որոշակի գնանկումային էլեմենտ ունենալու, եւ երկրորդը, եթե մեր ռիսկի հավելավճարը էապես նվազեց, այդտեղ էլ կարող է որոշակի տոկոսադրույքների ներքև գնալու բան ունենանք, տարածություն ունենանք, որի արդյունքում մեր արձագանքը շուկայի համեմատ կլինի ավելի զուսպ, ավելի ներքև։ Արդյունքում 26 թվականի 3 որոշումների կայացման ընթացքում հավասարակշռելով A եւ B տիպի ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը խորհուրդը անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը։ Մենք շարունակաբար մշտադիտարկում ենք տնտեսության զարգացման սցենարները եւ դրանց ներքո գնաճային միջավայրի ռիսկերի ընդլայնման դեպքում պատրաստ ենք ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% մակարդակի եւ գների նպատակի ապահովման, գների կայունության նպատակի ապահովման համար։ Շնորհակալություն։